Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ներկա է գտնվել սպորտային հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնության պաշտոնական բացման արարողությանը, որը Հայաստանի Հանրապետությունում անցկացվում է առաջին անգամ։ Միջոցառման շրջանակում վարչապետը հանդես է եկել ելույթով ողջունել բոլորին Հայաստանի Հանրապետությունում։ Ուրախ ենք առաջնությունում ողջունել 40 երկրների 450 մարզիկ-մարզիչների, ինչպես նաև ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների 150 պաշտոնական ներկայացուցիչների։ Առաջնության ընթացքում կխաղարկվեն մեդալների 70 հավաքածուներ և ես համոզված եմ, որ ներկաներից շատերը այստեղից կհեռանան ոսկե, արծաթե, բրոնզե մեդալներով, ինչպես նաև հաճելի հուշերով Հայաստանի Հանրապետության և սպորտի այս փառատոնի վերաբերյալ։ Մենք հաճույքով ենք ընդունում այս առաջնությունը և ուրախ ենք արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունը դառնում է Եվրոպայի և աշխարհի առաջնությունների արդեն սովորական վայր և ես համոզված եմ, որ ամեն առաջնության դրական տպավորությունը, իսկ գոնե այս պահի դրությամբ մենք չենք ունեցել մի առաջնություն, որ որևէ նեգատիվ նստվածք թողի իր հետևից կամ Հայաստանում կամ մասնակիցների շրջանում, ինչը նշանակում է, որ մենք առաջիկայում նորանոր առիթներ կունենանք հանդիպելու տարբեր առաջնություններում Եվրոպայի, աշխարհի և իհարկե համոզված եմ, որ այս առաջնությունները նոր խթան կտան ընդհանրապես միջազգային սպորտի զարգացմանը և տվյալ մարզաձևերի զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում։ Ողջունում եմ բոլորիդ, բարով եք եկել Հայաստանի Հանրապետություն և հաղթանակ եմ մաղթում բոլորիդ, նրանք ովքեր կհաղթեն Հայաստանի Հանրապետությունում, այս անգամ շատ ուրախ եմ, նրանք ովքեր այստեղ չեն հաղթի, համոզված եմ առավել հետևողականները, ովքեր առավել հետևողական կլինեն իրենց նպատակի հետևից գնալու ճանապարհից, անպայման կհաղթեն առաջիկա առաջնություններից որևէ մեկում։ Երկրի ղեկավարը համոզմունք է հայտնել, որ գոնե այս պահի դրությամբ Հայաստանում չի եղել առաջնություն, որ որևէ նեգատիվ նստվածք թողնի իր ետևից, ինչը նշանակում է, որ առաջիկայում նորանոր առիթներ կլինեն հանդիպելու տարբեր առաջնություններում Եվրոպայի, աշխարհի։ Առաջնությունն անցկացվելու է փետրվարի 27-ից մարտի 5-ը, մրցումները մեկնարկելու են մարտի 1-ից, յուրաքանչյուր վարժություն կունենա որակավորման և եզրափակիչ փուլ։ Հայաստանը առաջնությանը ներկայանում է 26 մարզիկով։ Մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններում առաջընթաց ապահովելն ամենօրյա գործողություն է, առավել քան կարևոր է դրա արդիականացումը առողջապահության համակարգում։ Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահի և Եվրոպայի խորհրդի համատեղ նախաձեռնությամբ կայացավ երկօրյա միջազգային համաժողով։ Առանցքում պացիենտների իրավունքների պաշտպանությունն էր։ Նման բազմակողմ քննարկումները վերահաստատում է ինչպես Եվրոպայի խորհրդի, այնպես էլ մեր երկրի հանձնառությունը, որ առաջին տեղում մարդն է, հավասարությունն ու նրա արժանապատվությունը։ Խորհրդարանում մեկնարկած համաժողովին պատգամավորներից բացի մասնակցում են Հայաստանի կառավարական կաբինետի նախարարներ, եվրոպական քաղաքական հարթակների, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտի ներկայացուցիչներ, դեսպաններ և միջազգային փորձագետներ։ Հայաստանյան առողջապահական ոլորտն այսօր որդեգրել է նոր մոտեցումներ ու բժշկական ծառայությունների մատուցման նոր չափանիշներ։ Այս համատեքստում էլ մեր երկիրը 2025-ի ապրիլի 18-ին վավերացրեց կենսաբժշկության ոլորտում մարդու իրավունքների մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան։ Համաժողովի պաշտոնական բացումը տրվեց ազգային ժողովի նախագահի ելույթով։ Կոնվենցիայի վավերացման ճանապարհին հայկական կողմի հետ մեծածավալ աշխատանքներ է իրականացվել նաև Եվրոպայի խորհրդի ու կառույցի Երևանյան գրասենյակի կողմից։ Եվրոպայի խորհուրդը և Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը մեզ համար մի մեծ ընտանիք է, որի հետ միասին կարևոր ու դժվարին ճանապարհ ենք անցել։ Հայաստանը շարունակում է իր
որդեգրած քաղաքականությունը երկրում օրենքի գերակայության ամրապնդման եւ ժողովրդավարական բարեփոխումների իրականացման ուղղությամբ։ Եվ այդ նպատակով Եվրոպայի խորհուրդը մեզ համար առանցքային հնարավորություններ ընձեռող կազմակերպություն է։ Պետք է ասեմ, որ կարևոր այս ձեռքբերումը հնարավոր է դարձել Հայաստանի իշխանությունների եւ Հայաստանի ինստիտուտների հստակ հանձնառության արդյունքում։ Անդրադառնալով կոնվենցիայի վավերացմանը Ալեն Սիմոնյանը շեշտեց, որ առանցքում մարդն է ու հավելեց. Օրենքի ընդունմամբ մենք ամրագրեցինք, որ մարդու շահը ու բարեկեցությունը գերակա են։ Մենք օրենսդիրներս ՀՀ կառավարության եւ Եվրոպայի խորհրդի մեր գործընկերների հետ կանենք հնարավորը ոլորտում արկա բաստողումները ու մարտահրավերները հաղթահարելու կոնվենցիայի սկզբունքների լիարժեք ներդրումը ապահովելու համար իշա Հայաստանի Հանրապետության ժողովրդի։ Արդյունավետ աշխատելով մեր առողջապահության նախարարության գործընկերների, արտաքին գործերի նախարարության գործընկերների հետ կարողացել ենք արագ կյանքի կոչել եւ շուրջ 1 տարի է տևել։ Մենք այն երկրներից ենք, ովքեր քաղաքական կամք են ցուցաբերել եւ արագ կազմակերպել են եւ վավերացրել են կոնվենցիան։ Եվրոպայի խորհրդի Երևանյան գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն էլ կարևորեց Հայաստանի հետ համագործակցության շրջանակն ու խոսեց առողջապահության ոլորտում իրականացվող համատեղ աշխատանքներից։ Ձեր երկրի հետ առողջապահական ուղղություններում համագործակցությունը սկսվել է դեռ COVID-ի շրջանում։ Այսօր էլ Եվրոպայի խորհրդի անունից կարող եմ հստակ ասել, որ առողջապահական ոլորտի զարգացման հարցում մեծ է պատրաստակամությունը աջակցելու Հայաստանի իշխանություններին։ Կոնվենցիան ոսկե ստանդարտ որակեց մեր երկրի առողջապահական համակարգը ղեկավարող նախարարն ու նշեց, որ փաստաթղթի վավերացմամբ Հայաստանը վերահաստատում է իր հանձնառությունը պաշտպանելու մարդու իրավունքները առողջության պահպանության ընթացքում։ Վերենշվածի շրջանակում Անահիտ Ավանեսյանն առանձնացրեց առողջապահության համընդհանուր ապահովագրության համակարգի ներդրումը։ Սա իսկապես շատ մեծ քայլ է դեպի մարդը, նրա կյանքի պահպանման առողջության մասին հոգ տանելու պետության կարևոր հանձնառությունը։ Հունվարի 1-ից ներդրված համակարգն արդեն հաջողություններ ունի, ուրախությամբ արձանագրում է նախարարը։ Մենք արդեն 1 միլիոն այցի սահմանը հատել ենք եւ մի կողմից մենք ունենք տասնյակ տարիներին հետաձգված բժշկական օգնության կարիք, որը մարդիկ սկսել են դիմել եւ ստանալ։ Իհարկե այս գոհունակությունը եւ այս դիմելիությունը պիտի հանգեցնի մեր երկրում մարդկանց առողջական ցուցանիշների լավացման, կյանքի որակի բարձրացման, մարդկանց ապահովության զգացման փոփոխությանը։ Սա մեր ամենամեծ ձեռքբերումը։ Երկօրյա համաժողովի պատվիրակները համակողմանի անդրադարձան կոնվենցիայի դրույթներին, մատնանշեցին մարդու առողջության պահպանման ու դրա ապահովման ուղղված արդիական մոտեցումները։ Հայաստանի բացարձակ չեմպիոն 3 լողավոճերում, 48 վայրկյանում 50 մետր տարածություն առանց ձեռքերի։ Հայաստանի լողի պարաօլիմպիադայում Գարիկն անցած տարի 3 մեդալ նվաճեց։ Ձեռքեր չունենալու հանգամանքն այս տղային չխանգարեց լողալ դեպի նպատակը եւ կարծրատիպեր կոտրել։ Երբ որ դու ունես հաշմանդամություն, դու շատ զրկանքներ ես այդ սպորտի մեջ կրում, շատ այլ բաներ պետքա փոխարինես դրանով, սկսած լողի սկզբի ստարտից, ընթացքից, մրցումը ավարտելուց, դրանք բոլորը ինդիվիդուալ են։ Չկա մի տեղ, որը քեզ ամբողջությամբ ներկայացնի ինչ պետքա դու անես, որ հասնես արդյունքի։ Մասնագիտությամբ ֆիզիկոսը հավանաբար մարմնի ճկունության, ջրի հետ շփման իր գաղտնիքներն ունի, թե ինչպես լողալ առանց ձեռքերի, որ ցանկալի արդյունքը լինի, բայց չափազանց շնորհակալ է բոլոր այն մարդկանց, որ ներդրում ունեցան այս ճանապարհին, բուժական լողից մինչև մեդալներ։ 2022 թվականն էր ամառ, երբ որ առաջի անգամ Արմինեն իմ լողը տեսավ Սևանում եւ զուգահեռաբար զինվորի տունը լողի թիմ էր ստեղծել, ինտեգրվեցի այդ թիմին եւ մարզվեցի նրանց հետ։ Այն ժամանակ մարզիչը, այսինքն իմ առաջի մարզիչը եղել է Ների Հակոբյանի հայրը, Համիկ Հակոբյանը, որը Քարչորսորյանին իր որդուն կորցնելուց հետո անգամ սկսեց մարզել զին հաշմանդամներին։
հատ-հատ հիշում է այն պատկերները, որ իրեն հուզել են, դրանցով ապրում է եւ պարտավորված է, որ իրեն օգնած մարդկանց, սիրելի կնոջ եւ իր ջանքերը հենց այնպես չանցնեն։ Համիկը այդ իր դժվարությունների մեջ իմ լաստը հագցնում էր, քանի որ ես չէի կարող ինքնուրույն լաստը հագնել, ձեռքեր չունեմ, իսկ ինքը կորցրած լինելով իր տղային ուժեր գտնում իր մեջ մեզ օգներ։ Սովորացրեց լողավոճել, ես թիկնալողը կարողանում էի լողալ, այսօր էլ թիկնալողը իմ ուժեղ լողավոճերից, հա։ Զինվորի տան թիմից առանձին Գարիկը լողը շարունակեց Օլիմպիադանում։ Այս պահին էլ այնտեղ է մարզվում, չափազանց գոհ է նաև այս մարզչից։ Իսկ զինվորի տան բարեկամ Veterans of Armenia կազմակերպությունը շարունակում է աջակցել Գարիկի լողի ծրագրին։ Veterans of Armenia-ն զինվորի տան լողի ծրագրի աջակիցն է ծրագրի մեկնարկից սկսած։ Շուրջ 3 տասնյակ տղաների համար այն դարձավ առողջության վերականգնման, սոցիալական վերաինտեգրման, հոգեթերապիայի, ժամանցի ու ինքնադրսևորման լավագույն նախագծերից մեկը։ Գարիկի համար օրինակ լողը շատ շերտեր ունի։ Արդյունքը, փոփոխությունը, պրոգրեսը։ Կինը նրա կողքին է ամեն պարագայում, ասում է մարզիչս է, հոգեբանս, օգնականս, ուժի աղբյուրը։ Իմ նպատակների ճանապարհին ինքն է ինձ օգնում։ Գարիկը իր բնույթով, իր տեսակով, բնավորությամբ եղել է միշտ դժվարությունները հաղթահարող մարդ։ Երբեք չտրտնջացող մարդ, ասենք ցավից, ֆիզիկական ցավից, ֆանտոմ ցավերից, որոնք բոլոր հաշմանդամները ունեն, ես անձամբ ինքս այս 9 տարիների ընթացքում չեմ լսել, որ ինքը բողոքի ֆանտոմ ցավից, եթե անգամ ունի։ Հիասթափություններ էլ է ունեցել, բայց դրանք բոլորը կյանքում իրեն ուժ են տվել, նոր հաղթանակների մղումը դարձել։ Ցանկություն, նպատակ, երազանքը մեր համար, որ այս մեր առաջ ջանքերը, քանի որ հեշտ չի լողալ առանց ձեռքերի եւ պլյուս որ դու մենակ չես դանում, այսինքն քո կինը հետդ տնից դուրս է գալի, հետդ քեզ ուղեկցում է լողավազան, այնտեղ քո շոր հագուստը փոխում է, դու մտնում ես լողավազան, այդ սա պետք է դա ունենա իր արդյունքը։ Եվ դրա նպատակն էլ է, որ մասնակցեմ միջազգային մրցաշարերի, որոնք տարվա ընթացքում տարբեր երկրներում տեղի են ունենում, օֆիցիալ մրցաշարի հնարավորության դեպքում սիրով կմասնակցեմ։ Հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անհատ, ով կյանքում փորձում, պրպտում եւ գտնում է իր ճանապարհը ինչ որ ասպարեզում, այդ մարդիկ անում են առավելագույնը, քան կաներ սովորական մարդը, ով չունի նման խնդիր։ Եվ եթե իրենց ուժեղ են ցույց տալիս, դա այդ հասարակության պատիվն է։ Յուրաքանչյուր հասարակության պետք է չափեն իր հաշմանդամներով։ Ինչպիսի հաշմանդամներ ունի այդ հասարակությունը։ Լողն անհատական սպորտ է, Գարիկը մրցակից չունի, նրա մրցակիցը կյանքն է բոլոր դժվարություններով։ Լողը դարձավ պայքարային ձևը, որով այո ասաց մարտահրավերներին եւ երևակայական ձեռքերը պարզած առաջ սլացավ, որ հասնի միջազգային մրցաշարերի, օլիմպիադաների։ Նշանաբանն է ճանապարհ դեպի լույս, ինչպես իր առաջին կտավի անունը, որ ոտքի մատներով նկարեց։ Էլեկտրոնային թվային ստորագրություն դեռևս չունեցողներն ու նոր աշխատանք գտածները կարող են գործի անցնել։ Ազգային ժողովը հետաձգել է աշխատանքային օրենսգրքում փոփոխությունների վաղօրոք ընդունված փաթեթը։ Դրանով նախատեսվում էր աշխատանքային պայմանագրերի կնքում լուծարումը այս տարվա հունվարի 1-ից դարձնել բացառապես թվային։ Գործարքի համար անհրաժեշտ նույնականացման քարտ տրամադրելու Հայաստանի այս պահի ունեցած ենթակառուցվածքները ձևավորված պահանջարկը սպասարկել չի հասցնում։ Նույնականացման քարտերի տպագրման թողունակությունը ներկայումս միջինում օրական 1000-ից 1500 է հասնում, այդ պատճառով այս պահին նույնականացման քարտերը առավել սեղմ ժամկետում ստանալն է մի փոքր կրճատվել, որ հնարավորություն ունենանք տպագրությունը հասցնենք մաքսիմալ ժամանակին եւ քաղաքացիներին կարողանանք մատուցել որակյալ ծառայություն։ 2025-ի տարեվերջի դրությամբ Հայաստանում գրանցված աշխատում էր 763,000-ից ավելի մարդ։ Այս տարվա երկրորդ կիսամյակից քարտերի տրամադրման գործընթացում փոփոխություններ կլինեն։ Գործին կմիանա մասնավորը, ծառայությունների մատուցման որակը կբարձրանա։ Աշխատանքային հարաբերությունները թվային տիրույթում վավերացնելու գործիքակազմը պիլոտով փորձարկվել էր անցած տարի կամավորության սկզբունքով։ Մուտքագրվել, ստորագրվել էր 430-ից ավելի պայմանագիր։ Հիմա պարտադիրության պահանջը կսկսի գործել 2027-ի հուլիսից, բայց էլեկտրոնային ստորագրություն ունեցողները հանգիստ կարող են օգտվել թվային գործիքից։ Մենք հանդիպել ենք իրականության մեջ դեպքեր, երբ կնքվել է աշխատանքային պայմանագիրը,
բայց հետագայում չի տրամադրվել օրինակը աշխատողին։ Կամ անգամ եղել են դեպքեր, որ չի էլ ընդհանրապես կնքվել պայմանագիրը։ Միայն տրվել է գրանցման հայտ, որի պարագայում ստացվել է, որ այո, աշխատողը գրանցված է, բայց չի ծանոթացել պայմանագրին, կարևոր պայմաններին, դրույթներին եւ հետագայում առաջացել է որոշակի խնդիրներ։ Նոր հնարավորությունը կբացառի օրենսդրությանը չհամապատասխանող պայմանագրերը կան պարտադիր լրացման ենթակա դաշտեր հատուկ հուշումներով։ Կազմված պայմանագրերն էլ կօգնեն տեսչական մարմիններին։ Հնարավոր ստուգումների ժամանակ փաստաթղթերում հետին թվով միջամտություններ անելու հնարավորություն էլ չի լինի։ Փաստաթղթերը հասնելու են կողմերին շատ ավելի ճկուն, միայն մեկ էլեկտրոնային հասցեի միջոցով եւ ավելի թափանցիկ է լինելու։ Հետեւաբար ժամանակի համահունչ լինելով շատ դեպքերում այս փոփոխությունները արվում են եւ արվելու նպատակը միայն նա է, որ հնարավորինս լինի ավելի արդյունավետ կողմերի միջև համագործակցությունը։ Հիմա աշխատողներն էլ իրենց պայմանագրերը պետք է վերակնքեն համակարգում, պահանջը գործում է նաեւ օտարերկրյա քաղաքացիների դեպքում։ Նրանք էլեկտրոնային ստորագրություն կարող են ստանալ կացության քարտի հիման վրա։ Ղարաբաղից տեղահանվածներն էլ Հայաստանի բջջային ID SIM քարտ կարող են ձեռք բերել ժամանակավոր պաշտպանության վկայականներով։ Թեհրանի կենտրոնական եւ այլ հատվածներում, Սպահանում, Ղոմում, Թավրիզում եւ այլ բնակավայրերում պայթյուններ են որոտացել։ Հաղորդվում է մի քանի տասնյակ օբյեկտի խոցման մասին։ Ըստ իրանական ԶԼՄ-ների թիրախում են պետական եւ այլ կառույցների շենքերը, միջուկային կենտրոնները։ Հաղորդվում է վիրավորների մասին։ Reuters-ի տվյալով Իրանի հոգեվոր առաջնորդ Ալի Խամենեին Թեհրանում չէ, նա տեղափոխվել է անվտանգ վայր։ Տեղեկություններ կան, որ պայթյուններից մեկը եղել է նրա կեցավայրի մոտակայքում։ Հայտարարվել է Իսլամական Հանրապետության օդային տարածք փակելու մասին։ Իսրայելից հայտարարել են, որ կանխարգելիչ հարված են հասցրել Իրանին։ Իսրայելի պաշտպանության նախարարի խոսքով առաջիկայում Իսլամական Հանրապետությունը կփորձի ավիահարվածներ հասցնել հրեական պետությանը, ուստի երկրում արտակարգ դրություն է հայտարարվել։ Օդային տարածքը փակվել է, բոլոր միջոցառումները հետաձգվել են, մարդկանց հորդորել են դուրս չգալ տներից։ Իսրայելի ընդդիմությունն աջակցություն է հայտնել իշխանության որոշմանը։ Հրեական պետության պետական հեռուստաալիքի տվյալով ռազմական գործողությունը ստացել է առյուծի մռնչոց անունը։ Դոնալդ Թրամփն էլ հայտարարել է, որ Միացյալ Նահանգները մասշտաբային ռազմական գործողություն է սկսում Իրանի դեմ։ Նրա խոսքով Թեհրանի գործողություններն անմիջական վտանգ են ներկայացնում Միացյալ Նահանգների եւ արտերկրում ամերիկյան ռազմաբազաների համար։ Կոչնչացնենք Իրանի հրթիռները եւ ռազմական արդյունաբերությունը, նրանք հովանավորում են ահաբեկչությունը։ Նրանք երբեք միջուկային զենք չեն ունենա, հավելել է Սպիտակ տան ղեկավարը։ Թրամփը կոչ է արել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին վայր դնել զենքերը։ Լուրեր են շրջանառվում, որ հարվածները կարող են շարունակվել առնվազն 4 օր։ Նախորդին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ դեռ որոշում չի կայացրել Իրանի հետ կապված, սակայն դժգոհ է միջուկային գործարքի շուրջ բանակցություններից, որոնք մեկնարկել էին վերջին օրերին։ ԱՄՆ նախագահը պնդել էր, Իրանը չի կարող միջուկային զենք ստեղծել, հավելել, երբեմն հարկավոր է լինում ուժ կիրառել։ Թեև Թեհրանը եւ միջնորդի դեր ստանձնած Օմանը դրական էին գնահատել բանակցությունների ընթացքը։ Օմանի արտգործնախարարը հայտարարել էր, որ Թեհրանը պատրաստ է հրաժարվել հարստացված ուրանի պաշարներից եւ թույլ տալ ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը ստուգումներ անցկացնել երկրի միջուկային օբյեկտներում։ Պահպանվում է լարվածությունը նաև Աֆղանստան-Պակիստան սահմանին։ Փետրվարի 27-ին բռնկված բախումները եւ ավիահարվածները շարունակվել են։ Պակիստանից հայտնում են, որ թալիբների շրջանում զոհերի թիվն արդեն գերազանցում է 330-ը, 500-ից ավելի մարդ վիրավորվել է։ Հաղորդվում է, որ թիրախավորվել են Աֆղանստանի տարածքում գտնվող մի քանի տասնյակ օբյեկտներ կա դիրքային առաջխաղացում։ Քաբուլից տեղեկացրել են, որ պակիստանյան հարվածների հետևանքով զոհվել են նաև խաղաղ բնակիչներ, այդ թվում կանայք եւ երեխաներ։ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է արել Իսլամաբադին եւ Քաբուլին դադարեցնել ռազմական գործողությունները եւ կարգավորել տարաձայնությունները դիվանագիտության միջոցով։ Պետքարտուղարությունից նշել են, որ հետևում են ստեղծված իրավիճակին եւ աջակցություն են հայտնում թալիբների հարձակումներից պաշտպանվելու Պակիստանի իրավունքին։ Ավելի վաղ Պակիստանի պաշտպանության նախարարը հայտարարել էր Աֆղանստանում Թալիբան շարժման դեմ բաց պատերազմ վարելու մասին։ Խավաջա Ասիֆի խոսքով թալիբների կառավարությունն Աֆղանստանը վերածել է հնդկական գաղութի։ Երկրում հավաքել է ահաբեկիչների աշխարհի տարբեր ծայրերից, սկսել է ահաբեկչություն արտահանել եւ խլել է Աֆղանստանի ժողովրդի հիմնարար իրավունքները։ Պակիստանը ջանքեր է գործադրել բնականոն իրավիճակը պահպանելու համար, սակայն նրանք փորձեցին ագրեսիվ հարձակում իրականացնել Պակիստանի դեմ։ Մեր ուժերը վճռական պատասխան են տալիս, գրել էր նախարարը X-ի էջում։ Կես միլիարդ դրամը գերազանցող բյուջե, շուրջ 2 տարի շինարարություն։ Քաջարանի թիվ 1 մանկապարտեզը նոր ուսումնական տարում կընդունի 120 սան։ Աշխատանքները կատարվում են սուբվենցիոն ծրագրի շրջանակում։
Ընթացքին հետևողն այս անգամ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարն էր։ Աշխատանքային այցով Սյունիքում գտնվող Դավիթ Խուդատյանին հետաքրքրել էին շենքի ինժեներական լուծումները։ Տեխնիկական հսկողություն իրականացնող անձնակազմը, որակի հետ կապված ավելի մանրամասն տվյալներ կասի, այն ինչ որ մենք տեսանք, այո, բավական լավ որակով է աշխատանքներ իրականացրել, քննարկեցինք նախագծային լուծումները, որովհետև այս նախագծով մանկապարտեզ նախկինում այլ տեղերում չենք ունեցել կառուցվող, եւ ասա որ նախագծում բազմաթիվ լուծումներ կային, որոնք հետաքրքիր էին, մասնավորապես վերևի հարկի հատվածը, երբ որ առաստաղը ստանդարտից ավելի բարձր է, ինչը ավելի լուսավորություն է տալիս եւ ավելի հետաքրքիր միջավայր կարող է դառնալ երեխաների համար այլ նպատակով օգտագործելու, մասնավորապես դալիճ կամ մարզահրապարակ։ 3 վերգետնյա 1 նկուղային հարկ, տիպային մանկապարտեզի շենքը հագեցած կլինի ժամանակակից բոլոր հնարավորություններով։ Մնացել է ներքին հարդարման աշխատանքները կատարենք ներսում, պատերի ներկում վինիլային աշխատանքներ, դռներ պատուհաններ արդեն դրված են, շատ քիչ աշխատանքներ է մնացել։ Հաջորդ նախաուսումնական հաստատությունը Լեռնաձոր գյուղինն է։ 1972 թվականին կառուցված շինության հիմնանորոգման համար կառավարությունը շուրջ 60 միլիոն դրամ է հատկացրել։ Վերանորոգումից հետո այստեղ 20-ի փոխարեն կընդունեն 30 սան։ Ընդհանուր շենքի համար կար խնդիրներ, որը պետք է վերանորոգվեր, նամանավանդ շենքի ետնամասը եւ խաղահրապարակ չունեինք, բնականաբար նաեւ բակի առումով խիստ վերանորոգման կարիք ունեինք։ Ինչու՞ չէ, նաեւ սանհանգույց չունեինք վերևի մասում, միայն առաջի հարկում էր։ Սյունիքի բոլոր բնակավայրերում ունենալ ժամանակակից հնարավորություններով մանկապարտեզներ, սա սկզբունքային է, ասում է մարզի ղեկավարը։ Ռոբերտ Ղուկասյանի խոսքով կառուցվել, նորոգվել ու կահավորվել են տասնյակ նախաուսումնական հաստատություններ մարզի բոլոր համայնքներում։ Աշխատանքների շուրջ 80%-ը ֆինանսավորվել է պետբյուջեից։ Համայնքները ունեն նաև այլ մանկապարտեզների առաջարկներ, որոնք որ սեղմ ժամկետներում հաստատվում եւ սկսվում են։ Կոնկրետ այս դեպքում նաև գիտենք, որ Քաջարանում անհրաժեշտ է եւս մեկ նոր մանկապարտեզ, շուտով համայնքը արդեն հայտը կներկայացնի եւ կկառուցվի նոր։ Ստապան համայնքում եւս Դավիթ Խուդատյանն առաջինը նախաուսումնական հաստատություն է այցելում։ Թիվ 2 մանկապարտեզը վերջերս է վերակառուցվել, պայմանները նախարարին գոհացնում են։ Դավիթ Խուդատյանն ու Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը քննարկում են Բաղաբերդ թաղամասում սուբվենցիոն ծրագրով եւս մեկ 250 սան հզորությամբ մանկապարտեզ ունենալու խոչընդոտող հանգամանքները։ Տեղակայման process-ում խնդիր է առաջացել։ Խնդիր է առաջացել, հիմա գրագրությամբ բանամասունքի մարզպետի աշխատակազմին դիմել է Խաղշինին, ես էլ եմ բանավոր խոսել, իրանք պետք է հասկանային, մեզ տեղեկացնեն։ Կապան այցի ավարտին պաշտոնյաները հասցրեցին տեսնել սուբվենցիոն ծրագրով վերանորոգված կամուրջներից մեկը եւ լինել համայնքապետարանի նոր շենքում։ Տարածքային կառավարման նախարարի այցը մեկնարկել էր Ագարակից, 2 օրում Դավիթ Խուդատյանը եղավ մարզի գրեթե բոլոր խոշորացված համայնքներում։ Տիգրանուհի Բադալյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Անցած տարվա դեկտեմբերի 26-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել էր ահազանգ, որ ցերեկը հարմարեցված գործիքով բացել են Բաբաջանյան փողոցի մի բնակարանի դուռ եւ գողացել գումար ու ոսկեղեն։ Մալացիա Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։ Օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները ստացան տեղեկություն, որ բնակարանային գողությունը կատարել է մայրաքաղաքի Վիլնյուսի փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդ։ Ձեռնարկվեցին միջոցառումներ, նախաքննական մարմնի հետ իրականացվեցին վարույթային գործողություններ, որոնց արդյունքում փետրվարի 9-ին 47-ամյա տղամարդու նկատմամբ հարուցվեց հանրային քրեական հետապնդում։ Հաջորդ օրը նա ձերբակալվեց ու ներկայացվեց նախաքննական մարմին։ 47-ամյա տղամարդու նկատմամբ խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։ Օրերս համացանցում տեսանյութ էր շրջանառվում, որում երևում էր, թե ինչպես է Մազդայի վարորդը խցանման ժամանակ մայրաքաղաքի Մայիսի 9-ի փողոցում դուրս եկել հանդիպակաց, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ։ Երևանի գնդի պարեկները Մազդան հայտնաբերել եւ տեղափոխել են պահպանվող հատուկ տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվել են վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություններ։ Հարգելի վարորդներ, ներքին գործերի նախարարության ոստիկանությունը հորդորում է խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։